Բարև ձեզ, դուք դիտում եք 1000-ից հաղորդաշարը։ Մենք շարունակում ենք վերհանել մարդկային բարդ ու խճճված ճակատագրերը։ Մեր այսօրվա հյուրը կյանքի բոլոր դժվարությունների դեմ պայքարել է միայնակ։ Մոր մահից հետո հայտնվել է մանկատանն ու կորցրել կապը բոլոր հարազատների հետ։ Մինչ կսկսենք զրույցը Իզաբելայի հետ, ուզում եմ հիշեցնել, որ շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար, ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաև մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Իզաբելա ջան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Շնորհակալություն ձեզ, որ հրավիրել եք։ Ուզում եմ սկսենք ձեր կյանքի ամենաբարդ փուլից, մանկությունից։ Ինչ եք հիշում, ում եք հիշում ձեր մանկությունից։ Իրականում իմ մանկությունը ես չեմ հիշում, մենակ գիտեմ, որ 4 տարեկանում կորցրել եմ իմ մամային քաղցկեղից։ 4 տարեկանից հետո եղբայր ունեմ հարազատ, քույր ունեմ։ Բարեկամներ ասում են ունենք, բայց կապ չկա։ Մեզ հով ոնց որ կազմակերպություն կա, իրանք են մեզ գտնում շատ վատ պայմաններում ու հետո մեզ տեղափոխում են Սոս Աբովյան մանկական գյուղ։ Իրանք են մեզ մեծացնում, ինձ, աղբորս, քույրիկիս։ Որտեղ են ձեզ գտնում։ Մենք իմ մայրիկի տունը եղել է Չարբախում, եթե կարելի է դա տուն անվանել, տենց քարուքանդ շենք ա եղել, այդտեղից իմ մայրիկի մահվանից հետո հայրիկս գնացել է, Իրանը չեմ հիշում, մենակ գիտեմ, որ գնացել է, ինձ ասել են, որ տենց այդտեղից են գտել։ Այսինքն շատ վատ պայմաններում եք ապրել սոցիալապես եւ հայրը հեռացել է, մոր մահից հետո էլ ձեզ տեղափոխել են արդեն խնամքի կենտրոն։ Դուք ոչինչ չեք հիշում։ Մինչև որ տարիքից սկսած արդեն ունեք հիշողություններ եւ կապը ձեր քույր եղբոր հետ ինչպես են կտրվել։ Գյուղում մենք շփվում էինք, քույրիկիս աղբորս հետ շփվում էինք ու քանի մեծացանք, կապը կորեց։ Բոլոր տենտեղ եք եղել։ Այո, երեքս էլ այնտեղ ենք եղել, ուղղակի իրան քանի որ տարիքով ինձանից մեծ էին, ոնց որ քույրիկս ավելի շուտ է դուրս եկել, ոնց որ կիսանկախ վարձով ապրելու, եղբայրս դե ավելի շուտ, որտեվ տարիքային ամենամեծը եղբայրս է։ Իսկ ինձ մինչև 18-19 տարեկան այնտեղ են մեծացրել, հետո դուրս եմ եկել վարձով ապրելու մինչև այսօր։ Հետաքրքիր է, որտեղ նման դեպքերում սովորաբար կապը շատ ամուր է լինում։ Քանի որ ծնողների սեր ջերմություն չեն տեսնում, քույր եղբայրների միջև կապը շատ ավելի ամուր է լինում։ Ձեր դեպքում հա, այնտեղ շատ կային քույր եղբայրներ, որ մինչև հիմա ես տեսնում եմ էլի իրանց նկարները, բան իրանք իրար հետ կապված, չէ, մեր մոտ մի քիչ ուրիշ էր, երևի Ճոր կոնֆլիկտային հարցեր են եղել, թե այդ տարիքում ինչ իրականում ես դառնալ, որ 7-8 այդ տարիքում իմ քույրիկին աղբորը շատ եմ սիրել, քույրիկիս հետ շատ կապված եմ եղել, ինքը միշտ եկել ինձ տարել է իր տուն, Վարչով տուն, մնացել եմ, դաժե չէի ուզում հետ գնայի, իրան շատ էի սիրում, հետո քանի մեծանում էի, հասկանում էի, որ իրանց հետ շփում ինձ ոչ մի բան չի տալի, ավելի վնասում է։ Այդպես որոշեցի, որ լավա մենակով։ Իսկ ինչ եք հիշում մանկատան տարիներից։ Սոս գյուղից։ Այո։ Հա, իրան շատ շնորհակալ եմ, հույսում եմ կնային երևի։ Դե ասեցի, որ քույրիկիս հետ շատ կապված եմ եղել, երբ որ ինքը ոնց որ ամուսնացավ ու երեխա ուներ, ես շատ ժամանակ էի տրամադրում իր երեխային շատ սիրում էի, լիքը ժամանակ աշխատանքս կորցրել եմ հենց երեխայի համար, տենց ճակերտավոր ոնց որ շահագործման էի ավելի շատ ոնց որ կանչում էր որպեսզի իրան տեսնեի, կարող մի տարի մենք հանդիպած չլինեինք, ինքը կանչեր, ես պատկերացնում եմ, չէ, ինչքան կուրախանայի, որ տեսնեի իր ազանգը, գնում էի իրանց տուն ու չգիտեմ, մի քիչ խոսում էինք այդպես, ու ինքը գնում էր, ու ես մնում էի երեխայի հետ։ Այսինքն ձեզ ավելի շատ կանչում էր երեխային պահելու համար։ Ես հիմա կոնկրետ հենց երեխային շատ կարոտում եմ, երեխայի խաթր լիքը ներել եմ, կապը փորձել եմ պահեմ, բայց հետո հասկացա, որ ես աշխատանք եմ կորցնում, չգիտեմ, ժամանակս անիմաստ վատնում եմ, չգիտեմ, ինչ որ բաների վրա։ Դա համար որոշեցի ավելի լավ է երևի չշփվեմ ու փորձեմ հասնել մենակով իմ նպատակներին։ Դե իրականում քույրիկիս հետ շատ կապված էի, իրան շատ սիրում էի։ Եղբայրս շատ բռնկուն տղա է եղել, չգիտեմ, շատ ստից բաներից կարար իմ վրա ձեռք բարձրացներ,
Մանկատանը հենց։ Չէ, երբ որ ինձ տանում էին իրանց տուն, իրանք արդեն դուրս էին եկել, երկուսն էլ Վարշավայում էին ապրում։ Ես քույրիկիս հետ ավելի կապված էի, բայց եղբորս տուն էլ էի գնում, որտեղ ինքը արդեն ամուսնացել էր, գնում էի իր երեխայի հետ էի խաղում, ու շատ ստից պատճառներով կարող ինքը վրա ձեռք բարձրացներ, ու այդ արդեն ստիպում էր, որ ոնց որ մեր սոս մայրիկը չէր թողնում ինքը արդեն ինձ տաներ, որտեղ երբ որ ինքը տանում էր իր տուն, ես աչքերիս տակ կապտուկով գալիս էի ու խափում էի հորին մի ուրիշ բան, որ չզրկվեի եղբոր տեսակցություններից, քույրս էլ ինձ միշտ պաշտպանում էր եղբորիցս, որտեղ գիտեր ինքը ինչ տեսակ է, այդպես աղբորս հետ այդպես կապը կտրվեց, ես որտեղ մտածի, որ ինքը մեծանա, չնայած հիմա եթե մենք մի օր գա որ հանդիպենք, հաստատ առաջվա նման չի լինի։ Իսկ հիմա արդեն դուք եք քանի տարի առաջ եք դուրս եկել։ Ոյ, դե հիմա արդեն 27 եմ, հեսա կդառնամ 28։ Բավականին ժամանակ է անցել։ Այս տարիների ընթացքում դուրս գալուց հետո էլ ոչ մի հանդիպում կապ չի եղել եղբոր հետ։ Եղբոր հետ փորձել եմ 2 անգամ զանգահարեմ, որպեսզի մայրիկիս ոնց որ գերեզմանի տեղը գիտեի, ուղակի գտնեի, որտեղ մենակով ուզում էի գնայի, որտեղ ոչ մի քար, ոչ մի բան չկար, ինչ որ բան էին տենց դրել դիմացը, տենց էի գտնում, բայց ես վերջերս լրիվ կորցրեցի, բայց արդեն որ եղբոր զանգում եմ չի պատասխանում։ Այդպես։ Իսկ կասեք մյուս հարազատները, որ ասում եք, գիտեք, որ ունեք, ումից գիտեք, որ ունեք, ով է ձեզ ասել, որ ունեք հարազատներ, ինչ հարազատների մասին է խոսքը, եւ իրենք ուր կորան։ Քույրս ու եղբայրս են պատմել, որ ունենք, կարծեմ ունենք մորաքույր, ունենք շատ հարազատ բարեկամ մի հատ կին, որ ինքը նույն իմ մամայի շենքում է մեծացել, դաժե ինքը մեզ մեծացրել է, ես տենց անունը մենակ գիտեմ, չեմ հիշում իրան, բայց գիտեմ, որ տենց ունենք բարեկամներ։ Ուղղակի իրանց հետ ոչ մեկը կապ չունի։ Այդ տարիների ընթացքում ոչ մեկ չի փորձել ձեզ գտնել, ոչ մեկ չի եկել այցելության, չի հետաքրքրվել։ Ինչով եք սա պայմանավորում։ Ըստ էս ինչը կարող է պատճառ լինել, որ այդքան հեշտությամբ մոռացվեն երեխաները։ Ինձ թվում է, եթե իմ մայրիկը չմահանար, ինքը միջև հիմա մեզ կմեծացներ։ Հայրիկիս մասին գիտեմ, որ մայրիկի մահից հետո գնացել է, հիմա ընտանիք ունի։ Եղբայրս ասում է, որ ինքը փորձել է իմ հետ փոքր ժամանակ ինձ ոնց որ տանի, ես չեմ ուզել, բայց ես տենց բան չեմ հիշում։ Դե ուրիշ ընտանիք ունի հայրիկս, հաստատ հիմա էլ մեզ չի հիշի, իսկ մյուս բարեկամների մասին։ Բայց ինչը ձեզ էլի կարող է պատճառ դառնալ, որ այսքան այս արյունակցական կապը կտրվի, մարդու ինչու են այդքան սառնասիրտ դարձել։ Իրականում չեմ կարող պատասխանել, չգիտեմ։ Ձեր մեջ այդ հարցի պատասխանը երբևէ չեք փնտրել, չեք փորձել գտնել։ Դե որ նայել եմ այդ իմ ասած նշած ընտանիքներին, իրանք ոնց են միջև հիմա 3 քույր մի աղբեր, միշտ իրար հետ ապրում են, չգիտեմ, իրար հետ են ամեն ինչ անում։ Միշտ իրանք նայել բարի նախանձով, տենց որ ինչ են իրանք այդպես ու մեր մոտ սենց երևի չգիտեմ, ճիշտ է էսեր։ Կարող է ես որ հիմա իրանց հետ շփվեի, լրիվ ուրիշ ձև մեծանայի, բայց ես հիմա շատ շնորհակալ եմ, որ թեկուզ մենակ մեծացա, բայց ինքնուրույն կայացել եք։ Փորձում եմ դեռ։ Ասում են բարդ դժվար մանկություն ունեցած երեխան նման է կավի, հա, որ կրակը թրծում է, ցավոտ է լինում, բայց շատ ամրանում, կարծրանում է, անկոտրում է դառնում։ Սա երևի հենց ձեր մասին է ասված։ Դուք այսօր 2 ոտքով ամուր կանգնած եք հողին։ Եթե վերադառնանք նորից մանկություն, ինչ եք հիշում մանկատան տարիներից։ Այդ ջերմությունը, ստանում եք ջերմություն այնտեղի ծնողների կողմից, բայց կենսաբանական ծնողի փոխարինում է այդ ջերմությունը, այդ մայրական։ Ինձ թվում է չի փոխարինում, բայց իմ այնտեղի մայրիկը, որ ինձ մեծացրել է, իրան շատ շնորհակալ եմ, ես մինչև այսօր իր հետ կապ ունեմ։ Ինքը ինձ կոնկրետ տարել է իր տուն Երևան ու ոնց որ դրա համար գյուղում շատ երկար չեմ մնացել ու լիքը երեխաների չեմ հիշում։ Ինքն է ինձ մեծացրել, ինձ ու մի քանի երեխայի այնտեղից վերցրած։ Իր սեփական տանը։ Այո, իր սեփական տանը մեծացրել եմ ու միշտ ես Երևանում եմ ապրել։ Որպես խնամատար ծնող է ձեզ։ Այո։ Չի որդեգրել, բայց համարյա խնամատար ծնող, որպես մեծացրել է։ Բայց ձեր զգացողությունները, ձեր հիշողությունները այդ տարիներից ինչպիսին էին։ Երևի լավ, չգիտեմ, լավ բաներն եմ փորձում հիշեմ։ Բայց ներքին կռիվ չեք ունեցել ձեր մեջ վրդովմունք, կյանքի հանդեպ, մարդկանց հանդեպ։ Դե ամիջև այսօր էլ կա այդ։ Ուղղակի հասկանում եմ, որ
տենց մտածելով մեկը ոչ մի բան չի փոխվելու, ալեվա ես ոնց որ ինչ երազանքներ ունեմ, փորձեմ ես ինքնուրույն հասնել, որտեղ որ տենց մտածեմ, անդադ հաստատ նեղվելու եմ ու ոչ մի Բայց բան չի ինչ եք փոխվելու։ մտածում, ինչ մտածմունքներ ունեք։ Մտածմունք թե երազանք։ Մտածմունքները, նախ մտածմունքները։ Հա, մտածմունք ինչի Բայց մեկ միջև հիմա էլ կա։ Ինչ ներքին խռովմունք ու դե ինչի օրինակ հենց ես պետք է էլի ոնց որ իրականում միշտ որ ընկերուներ ունեմ բոլոր դեմ մամաներ, պապաներ ունեն, պապայի մասին որ կխափեմ որ ասեմ շատ եմ մտածել, բայց միշտ ուզեցել եմ որ ոնց որ կուզեի հիմա իմ մաման լիներ, ես գիտեմ որ իմ մաման լիներ, ես կարող եմ հիմա սենց ինչ կեմ, լիքը բաների օրինակ հազար չլինեի մի քիչ աղքատ ապրենք, բայց հաստատ կընտրեի այդ, քան որ հիմա սենց մենակ եմ, միայն մոր կարիքն եմ զգում, ոչ հայրիկի, ոչ հարազատների։ Իսկ ամենաբարդ փուլը ո՞րն է եղել ձեզ համար։ Երևի որ նոր տեղափոխվել էի, արդեն պետքա մենակ ապրեի 20 տարեկան, որ արդեն պետքա մենակով ոնց որ համ աշխատեի, համ իմ տան վարձը տայի, երևի այդ ժամանակ։ Բայց դրանից արդեն 7-8 տարի անցել է։ Այսօր այդ նույն խնդիրը կա, թե արդեն հաղթահարված է։ Իրականում չկա, ուղղակի հիմա ոնց որ ես երազանք ունեմ, գումար եմ ուզում հավաքեմ, ճիշտ է դա մի քիչ ուզում եմ իմ սեփական չգիտեմ, տուն ունենամ։ Ես նաև կնքված չեմ, միշտ դրա մասին եմ երազել, որ կուզեմ կնքվեմ։ Երևի Ամենամեծ երազանքները փաստորեն երկուսն են՝ ունենալ սեփական բնակարան եւ կնքվել։ Այո։ Ինձ թվում է աշխատելով, չգիտեմ, ինչքան չէ, պետք է աշխատես, որ կարողանաս քո տունը ունենալ։ Ես նաև գիտեմ, որ դուք աշխատանք ունեք այսօր եւ աշխատում եք շատ ծանր գրաֆիկով։ Պատճառը հենց երևի գումար խնայելն է, գումար հավաքելն է։ Հա, շատ լավ տեղ եմ աշխատում, այնպես եմ անում, որ տանը չմնամ, որպեսզի գումար հավաքեմ։ Եթե տուն չէ, գոնե իմ նպատակներից մի քանիսը գոնե իրականացնեմ։ Շաբաթվա մեջ քանի օր, քանի ժամ եք աշխատում։ Ընդամենը 8 ժամ եմ աշխատում ու շաբաթը 1 օր, նայած եթե ցանկանում եմ, բայց ես չեմ ցանկանում, ուզում եմ միշտ աշխատել։ Հիմնականում աշխատում եք։ Այդ հանգստյան օրն էլ չեք վերցնում, հա, որ շատ եք աշխատում։ Չէ, եթե գործեր ունենում եմ, հրատապ վերցնում եմ, բայց աշխատում եմ չվերցնեմ։ Գումարի համար նաև։ Համ գումարի, համ ինձ դուր է գալի այդ աշխատանքը։ Ինչ եք աշխատում։ Ես մատուց։ Այլ աշխատանք ունեցել եք։ Էլի աշխատել եմ եւ մի 5 տարվա փորձ ունեմ մատուցողի, տարբեր տեղեր աշխատել եմ։ Նաև մոդելինգով եք զբաղվել։ Այո, եւ զբաղվել եմ մոդելինգով։ Ինչքան ժամանակ։ Երևի մի տարի։ Ուղղակի հիմա չեմ համատեղում աշխատանքն ու մոդելինգը, ավելի կարևոր է աշխատանքը ինձ համար։ Նպատակները շատ են, պետք է արագ իրականացնել։ Այո։ Շատ լավ։ Ձեզ ամենաշատը տանջող հարցը ո՞րն է եղել։ Ինչի հենց ես, երևի։ Ինչի հենց լիքը երեխաներ կան, չէ, որ առանց ծնող են, մարդիկ կան, որ ծնողներ ունեն, բայց ավելի լավ է չունենային։ Ավելի լավ է չունենային։ Երևի նաև այդպիսիք կան, այո։ Երևի մենակ մայրիկի կորուստն է, որ միշտ իմ մեջ այդպես խավար եմ հիշում, բայց երևի մենակ իր ինքն է, որ միշտ տանջում է ինձ։ Իզաբելա ասում են խոչընդոտները տեսանելի են լինում միայն այն ժամանակ, երբ հայացքդ հեռացնում ես նպատակներից, հա, հեռանում են նպատակներից, բայց երբ այդ նպատակները միշտ քո աչքի առաջ են, բոլոր խոչընդոտները դառնում են հաղթահարելի թվացող առաջադրանքներ։ Դու ունեցել ես խոչընդոտներ, որոնք հաղթահարել ես արդեն մանկատնից դուրս գալուց հետո։ Դե երևի մենակ այն, որ չեմ պատկերացրել, որ ես կարող եմ մենակով ապրեմ, ես իմ տան գումարը տամ, երևի է դա մենակ խոչընդոտ եղել։ Ու հիմա միջև հիմա հաղթահարում եմ։ Միայնակ ապրելու դժվարությունները կամ գուցե առավելությունները քեզ համար որոնք են։ Առավելությունը, որ պրոստը մենակ ես, ոնց որ չգիտեմ, իսկ խոչընդոտները, որ ոնց որ բոլորը դու պետք է անես։ Հեշտ ես կարողանում լուծել այդ հարցերը ինքնուրույն։ Իրականում մի բակար, չգիտեմ, չէի աշխատում մի քանի ամիս, չգիտեմ ինչից էր, ոնց որ ոչ միտեղ չէի կարողանում գտնել։ Միայնակ ապրելու դժվարությունը երևի, որ ամեն ինչ ոնց որ տանը չկա մամա, պապա, չգիտեմ, քույր, մորաքույր, որ քեզ օգնեն, պետքա բոլոր այդ ամեն ինչը դու անես մենակով։ Իսկ այդ լռությունը, այդ հանգստությունը երբեմն չի ձանձրացնում կամ չի հոգնեցնում։
Իրականում հիմա այս պահին ես ապրում եմ իմ ընկերուհու տանը, քանի որ ոնց որ Երևանում վարձը շատ թանկ էր, այդ որ չէի աշխատում, այդ ընթացքում իր տանն եմ ապրում, ինչ շատ հարազատ մարդ է, ինքն է ինձ օգնում ամեն հարցում, իր ընտանիքը, միջև ոնց որ ես գումար հավաքեմ ու արդեն կարողանամ Երևանում վարձակալեմ տուն։ Դուք ասում եք, որ ամենամեծ ցավը ձեզ համար եղել է մայրիկի կորուստը, միջև այսօր էլ կա։ Ինձ հետաքրքիր է իսկ քույր եղբայր ունենալուն այդ իրենց սիրո պակասը ձեր մոտ ինչ խնդիր է առաջացրել, ինչ ցավ է տվել ձեզ։ Դե մենակ ունենալ եւ իրենց հետ կապ չունենալ, սա շատ դժվար է։ Դուք գիտեք իրենք որտեղ են, իրենք գիտեն դուք որտեղ եք, բայց այդ կապը չկա։ Սա էլ է նաեւ ցավ տալիս հոգուն։ Չգիտեմ իրանց ցավ կլինի թե չէ, անկեղծ, բայց ես շատ եմ նեղվում, որտեվ քուրիկիս հետ շատ կապված եմ եղել։ Երևի փոքր ժամանակվանից միշտ ինքը իմ հետ է եղել, իր հետ ինքը տարել է լիքը տեղեր ինձ, միշտ բոլորին ասել է, որ իմ փոքր քույրն է, որը չեմ ասի աղբորս մասին։ Դաժան է, որ հիմա չենք շփվում, ես կուզեի, որ իրանք իմ կյանքում լինեին, բայց որ երկուսն էլ ոնց որ առաջվանը չլինեին, էլի, չգիտեմ, փոխված լինեին։ Ես հույս ունեմ, որ երկուսն էլ մեր այս հաղորդումը կտեսնեն։ Իրենց ունեք ասելիք։ Երևի չէ։ Լավ, թող իրենք հետևություններ անեն։ Իսկ այս ընթացքում ձեր կյանքում հարազատ մարդիկ եղել են, նոր հարազատ մարդիկ, որոնց ձեռք եք բերել։ Այսինքն արունակցական կապ չեք ունեցել, բայց դա այո, մեկը հենց ընկերուհիս տանը ապրում եմ։ Ինքը արունակցական կապ չունի, բայց ինձ շատ հարազատ է։ Ինքը համ սերատալի ինձ, համ ջերմություն, համ իր մայրիկին ես դե համ մամա չեմ ասում, բայց իրանց երեխայի պես ընդունում են, սիրում են։ Ես իրան շատ շնորհակալ եմ։ Ունեմ նաև ոչ արունակցական եղբայր։ Մենք նույն ոնց որ մանկատանն ենք մեծացել, Հովոն։ Ինձ հարազատ եղբոր նման է եղել, ուղղակի հիմա ինչ-ինչ պատճառներով երկրում չի, աշխատանքի բերումով, բայց իր այդ միշտ կապը կա։ Երբ որ ինքը գալի գնում է, միշտ մենք հանդիպում ենք, այդպես։ Մանկատան սաների հետ կապը պահում եք, որովհետև ով եթե ոչ դուք ավելի լավ կհասկանաք իրար այդ սիրո ջերմության պակասը, հա։ Դե քանի որ ես ասեցի, որ շատ չեմ ապրել այնտեղ, երևի մի 2-3 հոգի, որոնց մեջ է մտնում Հովոն, որ եղբոր նման իրան սիրում եմ։ Մնացածի հետ դաժե լիքը մարդիկ կան, որ չեմ ճանաչում, որտեվ շատ չեմ ապրել այնտեղ։ Ինձ շուտ ոնց որ մեզ մեծացնող մայրիկը տեղափոխել է Երևան։ Բայց ունեմ նաև մանկավարժ, ով որ երիտասարդական այդ միջև վարձակալելու ապրել եմ, այդ մանկավարժին շատ շնորհակալ, հույսով եմ ինքը այս հաղորդումը կնայի, ինքն էլ շատ օգնել, որ ես ոնց որ գումար հավաքեմ, ինձ ամեն ինչով շատ օգնել է։ Կուզեի ես, որ իր մասին խոսայի, հաստատ որ նայի կուրախանա։ Գիտեք, սովորաբար մարդիկ, ովքեր մանկության տարիներին ունենում են դժվարություններ, միայնություն, մեծանալուց հետո նրանք դառնում են ավելի ջերմ, ավելի անկոտրում, եւ գուցե նրանից է, որ իրենք այդ ցավը զգացել են եւ ուզում են միշտ բոլորին սեր տալ, ջերմություն տալ, ձեր մոտ էլ է այդպես։ Այդքան մեծ սիրով խոսում եք ձեր ընկերուհու մասին, ձեր ոչ արունակցական եղբոր մասին, բոլոր մարդկանց հանդեպ եք այդպես լավ տրամադրված։ Չեմ ասի, որ կյանքը ինձ չարացրել է, ինձ մարդ ավելի շատ էի մարդկանց սիրում, հիմա երևի չէ։ Հիմա երևի սիրում եմ իմ հարազատներին, իմ աշխատանքը ու ինձ։ Երևի վերջ։ Դուք շատ էմոցիոնալ եք, բարբերաբար հուզվում եք։ Միշտ եք այդպես էմոցիոնալ, թե հիշողություններն են ստիպում հուզվել։ Դե հա, էմոցիոնալ եմ, բայց այս հիշողությունները դե ամեն օր չի, որ կարաս խոսաս, ես կարամ իմ մեջ մտածեմ, բայց որ սենց բարձրաձայնում եմ առաջին անգամը երևի դրանից է։ Ես նաև ձեր սոցիալական էջերին եմ հետևում։ Մի գրառում տեսա ձեր էջում, որը ինձ շատ հուզեց, անկեղծ ասած։ Մի գրառում ունեիք, որտեղ գրել էիք մոտավորապես, հա, հիշեմ բովանդակությունը, որ ինչ պետք է լինի, որ մարդ Աստծուց խնդրի, որ իր կյանքը վերցնի։ Ինչու եք այդպիսի գրառում արել։ Հա, իրականում ժամանակ կար, որ ասում էի չեմ աշխատում, դեռ ես ում տանը ընկերուս հետ ապրում եմ,
դեռ ոնց որ Իրանը չէի ճանաչում, ժամանակ կար, որ ոնց որ ամեն ինչ շատ վատ էր։ Ինձ թվում էր, չգիտեմ, երևի դրա հետ է կապված եղել։ Միշտ իմ ընկերուն ջղայնան մա ասում եմ մի տենց բաներ գցի, թող մարդիկ չտեսնեն, որ դու չգիտեմ։ Ես միշտ ասում եմ, որ ես ուղակի, չգիտեմ, իմ կյանքից չի, ուղակի ոնց որ պրոստը գրում եմ, բայց բաներ կան, հա, իմ կյանքից է։ Երևի շատ նեղված եմ եղել դրա համար։ Այսինքն ունենում եք պահեր, երբ որ այդ դժվարությունները, այդ միայնությունը, հիշողությունները այսպես միան խառնվում են ու Հա, իրականում չեք կարողանում հեշտ հաղթահարել։ Ինչքան էլ որ հեշտ ներկայացնում եք, բայց հեշտ չի դրանք հաղթահարել։ Դրանք կուտակվում են ու բայց հաղթահարում եք, դուրս եք փորձում եմ, հա։ Ստացվում է ձեզ մոտ։ Ես այսպես որ նայում եմ ձեր այսօրվա կյանքին, կարծում եմ որ ստացվում է։ Ստացվում է, եթե դուք եք նայում կողքից։ Դե առաջվա Իզաբելան ու հիմիկվա, հա, տարբերություն կա։ Իսկական որքան ժամանակ անցնում է, այնքան ավելի ամուր եք կանգնում։ Այո։ Լավ, Իզաբելա ջան, երբեմն մեզ թվում է, որ այս աշխարհում դժվար է ապրել, հնարավոր չէ, բայց ապրելու այլտեղ չունենք։ Պետք է ապրենք, պետք է պայքարենք, հաղթենք, եւ ես վստահ եմ, որ դուք շատ մեծ հաջողությունների եք դեռ հասնելու։ Առաջիկայում տա Աստված նշենք ձեր նոր բնակարանի նորամուտը։ Շնորհակալություն ձեզ հրավիրելու համար։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը մանկատան նախկին սան Իզաբելա Ասարյանն էր։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։